Այսօր մենք ունենք հատուկ ծառայություն, նախորդ ծառայությունը դուք տեսաք, որ մենք մի քիչ տոնական, այսպես համերգային ավելի շատ բաներով լցված հագեցած էր եւ ես չէի կարող ուղղակի ընթացք տալ ամբողջ մեր տարվա համար, մինչև որ ձեզ համար չաղոթեինք, մինչև որ ձեզ չոցեինք, մինչև որ Տիրոջ զորությունը չհռչակեինք ձեր վրա։ Դրա համար խնդրելու եմ քեզ մնաց մինչև վերջ, որովհետև այսօր մենք ծառայողներով այստեղ յուղով օծելու ենք եւ օրհնելու ենք ամեն մեկիդ կյանքը, որպեսզի այս տարվա մեջ Տիրոջ պաշտպանությունը լինի քեզ վրա, Տիրոջ յուղը գա եւ Աստծո հաղթանակները քո կյանքի մեջ երևացող լինեն։ Ամեն։ Փառքաստուն եւ ընտրել եմ մի հետաքրքիր թեմա, դեռ վերնագիրը չեմ ասելու, բայց ուզում եմ մի առակից սկսել։ Մի մարդ ուներ հին կաշվե տիկ։ Տիկը գիտեք, չէ՞ որ նա, որի մեջ պահվում է ջուր, անապատ տեղերով գնալուց, գինի եւ այլն յուղ։ Եվ ասում է մի կաշվե տիկ ուներ, որի մեջ պահում էր մաքուր ջուր։ Ճանապարհին երկար մնաց անապատում նա եւ այդ ընթացքի ժամանակ, երբ որ նա գնում էր, ցերեկները արևն էր շատ ուժեղ, կիզիչ արևը այրում էր, բայց գիշեր այնպիսի ցուրտ էր լինում, որ այդ տիկ ուղակի գնալով դեֆորմացվում էր։ Եվ օրեր նա ամեն երեկո, երբ որ վառում էր խարույկ, այդ խարույկի մոտ կախում էր իր տիկը, որպեսզի ուղակի մի քիչ տաքանա եւ չսարչի այդ սառնամանիքներին։ Եվ ժամանակի ընթացքում այդ տիկը ծխից գնալով սկսեց սևանալ, կարծես հին ու անպիտան լիներ։ Ոմանք նրան ասում էին, դենքցի այլևս պիտանի չի, չես տեսնում, մրոտվել եւ վառվել է, արդեն տեսք չունի, շուք չկա նրա վրա, առաջվանը չի այլևս, բայց այդ մարդը պատասխանեց եւ ասեց նրանց, թեպետ դրսից սևացել է, բայց ներսում մաքուր ջուր կա։ Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, մինչև հասնեմ ջրի աղբյուրին, եւ շարունակում էր իր ճանապարհը։ Իհարկե հոգնում էր, ծարավում էր, բայց լցված հույսով շարունակում էր իր ընթացքը, մինչև որ հասավ աղբյուրին եւ տիկը նորից կյանքով լցվեց։ Գիտես, ինչ եմ այս առակը, ինչ եմ այս պատմությունը վերցրել, որովհետեւ այսօր ես ընտրել եմ մի վերնագիր հետևյալ ձևակերպումով. ծխից սևացած, բայց չմոռացած։ Ծխից սևացած, բայց չմոռացած։ Ես կգամ այդ խամարներին, ես կխոսեմ դրա մասին եւ դու կարող ես քո Աստվածաշնչում ստուգել, տեսնել այդ խոսքի ճշմարտությունը, միգուցե մի քիչ ուրիշ բաներ եմ խոսալու, չգիտեմ, դու ընթացքում ստուգիր անպայման, Աստվածաշունչը անպայման բաց պահիր քո համար։ Գիտես, այստեղ եղբայրը Ռոմանը խոսեց վկայության մասին եւ հրաշալի է ուղղակի լսել վկայություններ, որոնք որ մեր կյանքերում է կատարվում։ Հրաշալի է, որովհետեւ գիտես այդ դժվար ճանապարհները, երբ որ դու անցնում ես, գնում ես, թվում է դու մենակ ես, թվում է թե ոչ մի բան հնարավոր չի այլևս անել, էլ ելք չկա, էլ տեղ չկա, էլ չգիտես որտեղից ինչ կարողանաս անես, որպեսզի իրավիճակը փոխվի, բայց երբ որ արդեն վկայությունը կա, երբ որ պտուղը կա, դու ետ ես դառնում ճանապարհին, քո անցած նայում ես ու հասկանում ես, ինչքան մեծ էր Աստված, ինչքան հրաշալի էր, որ նա այդ բոլոր ճանապարհի մեջ քո կողքն է եղել, քեզ հետ է եղել եւ քեզ չի թողել։ Այնքան կարևոր է, երբ որ դու քո կյանքի վկայությունը տալիս ես ու քո անցած ճանապարհը միայն դու գիտես։ Եվ երբ որ մեկը մեկի մասին խոսում է, շատ կարևոր է, որպեսզի մի պահ պատկերացնի իրեն այդ մարդու տեղը։ Հա խոսք կա, չէ, այսպես մի հատ հələ իր շորերը հագի, իր կոշիկները հագի, զգա իր ապրումները, հետո նոր սկսի դատել կամ վերլուծել այդ մարդու կյանքը։ Ամեն մեկս անցնում ենք դժվար ճանապարհներով եւ Աստվածաշունչը նույնպես այնպիսի գիրք է, որ ցույց է տալիս դժվար ճանապարհների մեջից ելքերը, ցույց է տալիս ինչպես Աստված իր ժողովրդին ազատում, հա, ինչի Աստված համաձայնեց, ինչի Աստված ուրիշ ճանապարհ չընտրեց, ինչի Աստված բերեց հասցրեց Կարմիր ծովի մոտ իր ժողովրդին, ինչ ես կարծում։ Եվ հետևից փարավոնն է գալի իր ամբողջ զորքով 600
դա Mercedes-ի մարկա չի, 600 բաները, այդ կալյասկաները, սայլերով, այդ զորքով, 600 սայլերով այդ գալիս էր, որպիսի Մովսեսին ու ամբողջ Իսրայել ժողովրդին նորից վերադարձներ գերության, ինչի համար, գիտես Աստված երբեմն մեր կյանքերում այնպիսի կանաչ լույս է վառում, որ մենք գալիս ենք, հանդիպում ենք այդ կարմիր մեքենա քշողները կհասկանան ինչի մասին եմ խոսում, երբ որ կարմիր լույս է, քեզ թվում է թե դու պետք է կանգնես, եւ դա ճիշտ է, դա օրենքն է պահանջում, դու պետք է կանգնես, կարմիր լույսի տակով գնալ պետք չի, հասկանում ես, բայց Աստված բերեց ժողովրդին հասցրեց կարմիր ծովին, ամբողջությամբ նրանց աչքերի առաջ այդ կարմիրն էր, որ այլևս առաջ գնալու տեղ չկա, всё, դու պետք է կանգ առնես, բայց հետևից թշնամին է գալիս, ու հանկարծ նրանց առջև կանաչ լույս տվեց, ասեց անցեք այս կարմիր ծովով, ու ծովը ճեղքվեց, երբեմն մենք մտածում ենք ու ասում ենք, Տեր, ինչի էր մեզ պետք, հանդիպել այս իրավիճակին, եթե դու չանցներ այդ իրավիճակի միջով, Մայրամը չեր ունենա երգ երգելու Աստծուն, չեր ունենա պատմելու վկայություն Մովսեսը եւ ամբողջ Իսրայել ազգը, որ ծովը բացեց Աստված եւ նրա միջով անցան, երբ որ հանդիպեցին Երիքովի պարիսպներին եւ չգիտեին ոչ մի անգամ չեր հաղթահարվել Երիքով այդ քաղաքը, իր պարիսպները այնքան անառիկ, այնքան մեծ ու բարձր էին, որ ոչ մի թշնամի չէր կարողացել նրանցով անցնել ներս։ Եվ Աստված բերեց ասեց Հեսուին, պտտվեք 7 շրջան, 6 շրջան պտտվեք եւ հետո եւս 7 Եվ վերջում նոր աղաղակ բարձրացրեք, գիտես ինչի համար էր Աստված անում, որ Աստծո ժողովուրդը հայտնություն ունենա, որ իր շուրթերի մեջ, իր ներսում կա մի պոտենցիալ, որ չկա մի Պարիս, չկա մի սար, չկա մի լեռ, որին որ նա աղաղակի եւ այդ լեռը կանգնած մնա։ Հիսուս ասում է կասեք սարին վեր կա եւ ծովն ընկիր։ Ամեն։ Սա խոստմունքներ են, որոնք որ մենք տեսնում ենք կատարված Իսրայելի կյանքի մեջ։ Մենք տեսնում ենք Մովսեսը մոտեցավ ժայռին եւ ժողովուրդը չուներ ջուր խմելու, չուներ ոչ մի բան անելու եւ տրտնջում ու լացում ու աղաղակում էին Մովսես դու ինչ ես մեր հետ անում, բերել ես որ մենք ստեղ մեռնենք, բերել ես մեզ ստեղ ուժասպառանես եւ Աստված ասեց հարվածիր այդ ժայռին եւ ջուր կտամ ես։ Եվ մենք տեսնում ենք որ ժայռը փայտի հարվածից ուղակի ճեղքվեց եւ կենթանի ջուր հոսեց այնտեղից։ Մեկ ուրիշ անգամ ասեց խոսիր ժայռին։ Իհարկե մենք տեսնում ենք Մովսես այդ քննությունը տանուլ տվեց։ Նա նորից հարվածեց, բայց հարցը սրա մեջ չի, հարցը նրա մեջ է, որ Աստված ուզում է իր ժողովրդին սովորացնի, որ չկա մի իրավիճակ, չկա մի դժվարություն, չկա մի խնդրեմ, որ լուծելի չլինի։ Անկամ մահը չկարողացավ պահել Քրիստոսին։ Երբ որ սատանային հաջողվեց, նրան թվաց թե հաջողվեց, բայց մեր Տերը ինքնակամ էր գնում այդ ամենին, գնում էր որպեսզի ազատ արձակի այդ դժոխքում գտնվող այն բոլոր արդարներին, ովքեր որ հավատարիմ են մնացել Աստծո կամքին։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ սատանան տոնում էր իր հաղթանակը եւ տեսնում էր Հիսուսին խաչված, մահացած եւ գերեզման դրված, նրան թվում էր, թե այդ 3 օրը նրա համար ուրախության օր էր, ամբողջությամբ հաղթանակել է եւ իշխանությունը նորից պահել է իր ձեռքերի մեջ, բայց 3-րդ օրը եկավ 3-րդ օրը եւ նա հարություն առավ եւ իր արյան զորությամբ հաղթեց դժոխքն ու մահը։ Եկեղեցի այստեղ այսօր եկել եմ ասեմ քեզ, որ քո կյանքում 3-րդ օրը եկել է, որ Աստված ուզում է քեզ հաղթանակ տա, որ Աստված ուզում է քեզ ասի վերկացով քնած, լուսավորվիր, որովհետև քո լույսը եկել է, քո վրա ծագել է Աստծո խոսքը եւ Աստծո լույսը, ամեն, հալելույա, հալելույա, փառք Աստծուն, ես այսօր խոսելու եմ սրա մասին եւ ասելու եմ քեզ, որ Սաղմոսներից միտեղ եւս որ կա, Սաղմոս 23-ը իմ ամենասիրած, ձեր ամենասիրած Սաղմոսներից մեկը, որտեղ Տերը քո հովիվն է, գիտեք շատ անգամ մենք
Սպասում ենք Աստծուց իրավիճակ, մեր կյանքի իրավիճակների մեջ, կանգնում ենք եւ ասում ենք, դե Աստված մի բան արա, խնդրում եմ, տար ինձ այս ընթացքի մեջ, փոխիր այս իրավիճակը, այսպես արա, այնպես արա, գիտեք, ես մտածում եմ, մենք կարիք ունենք վերանայենք մեր աղոթքները, մենք կարիք ունենք վերանայենք մեր խնդրվածքի ձևերը, ես հավատում եմ, որ Աստված գործում այսօր եկեղեցու միջոցով, գիտես Հիսուս Քրիստոսը իր գործը երկրի վրա ավարտեց, նա համբարձվեց, հարություն առավ, համբարձվեց եւ նստեց հոր աջ կողմը, եւ իշխանություն տվեց եկեղեցուն եւ ասեց, հիմա ձեր գործելու ժամանակն է, ես այն ինչ որ պետք է անեի, արեցի եւ խաչի վրա վճարեցի այդ գինը, բայց սրանից հետո դուք կգնաք եւ այն ինչ որ ես արել եմ, դուք կանեք եւ ավելի շատ բաներ, ու գիտես խնդիրը որ ես ուսումնասիրում եմ իմ կյանքը, նայում եմ հավատացյալների, քույր եղբայրների, ասենք, աղոթները լսելով եւ այլն, հասկանում եմ, որ մենք այստեղ ունենք բաց թողում։ Շատերը մեզանից ունեն բաց թողում։ Այն ինչ որ եկեղեցին պետք է անի, նորից աղոթում Աստծուն եւ ասում է՝ Տեր դու արա։ Գիտես Դավիթը Սաղմոս 23-ում ասում է՝ թեկուզ եւ մահվան շուքի մեջ քայլելուց լինեմ, գնալուց լինեմ, հա, չար բանից չեմ վախենա։ Ես չգիտեմ ձեզանից քանիսն են մահվան շուքից զորով անցնելուց եղել, քանիսի վրա է այդ մահվան ոգին հարձակում գործել, բայց գիտես Դավիթը չի ասում, ես կկանգնեմ դու ինձ տար Աստվածիմ, ասում է ես կքայլեմ, եթե անգամ ես գնամ, չի ասում դու ինձ արա որ ես գնամ, կամ դու իմ ոտքերը շարժի, ասում է ես կգնամ, գիտես այնքան կարևոր է եկեղեցուն քայլի, այնքան կարևոր է եկեղեցուն նախաձեռնի ինքը իրավիճակների մեջ, այնքան կարևոր է որ դու խոսես Սարին, այնքան կարևոր է որ դու օգտագործես քո իշխանությունը, վերցնես Աստծո խոսքը եւ բաց թողես քո կյանքի իրավիճակի վրա։ Դու կարող ես ասել Տեր, դու տեսնում ես իմ վիճակը, դու գիտես իմ ապրումները, իմ հույզերը, ես չգիտեմ էմոցիաները, իմ խնդիրները, իմ պարտքերը, դու ճանաչում ես իմ անցած ճանապարհը, դե մի բան արա, էլի խնդրում եմ, ինչ ուզում ես մենակ թե ես պրծնեմ այս ամեն ինչից։ Ես գիտեմ, դու տենց աղոթներ չես անում, ես եմ արել տենց աղոթներ, բայց հասկացել եմ, որ սխալ եմ աղոթել, որովհետև Աստված ինձ տվել է մի հատ մեծ սպառազինության գործիքակազմ եւ ասել է Արմեն, տալիս եմ քեզ բանալիներ, տալիս եմ քեզ գործիքներ, եւ դու երբ որ թույլ տաս ինչ որ մի բան ես երկրի վրա, երկինքը նույնպես քո հետ կհամաձայնվի։ Այն ինչ որ դու արգել ես երկրի վրա, երկինքը նույնպես արգելելու է։ Այս պահից սկսած, երբ որ դու հավատացիր, երկնքի հետ դու դառնում ես համագործակից։ Դու դառնում ես երկնքի համագործակիցը։ Գիտես, բաներ կան, որոնք որ մենք պետքա փորձենք անել։ Բաներ կան, որոնք որ մենք պետքա կիրառենք, ոչ թե մենք պետքա սպասենք, խնդրենք Աստված ինձ մի բան արա։ Նա կանի, Սուրբ Հոգին քո կյանքի մեջ է։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի քեզ սովորեցնի եւ օգնի քեզ, որ դու խոսես, դու թույլատրես, դու հրաման արձակես, դու ինչ որ բան անես քո կյանքում, որպեսզի Աստծո արքայությունը, հրեշտակների այդ բանակը կարողանա գործի անցնի։ Բայց առանց քո արձակման, առանց քո այդ խոսքերի, առանց քո այդ գործի երկինքը սպասում, ասում է, ես չեմ հասկանում, ինչին է սպասում Արմենը, ինչին է սպասում, խիչի խոսում, խիչի ասում ժայռին, որ ջուր բխի, խիչի ասում այս պատերին, որ վայր ընկնեն, խիչի ասում այդ Հեզաբելին, որ նա պարտված է, նրա արուն ուղակի պետք է շները լակեն, այդ ոգին ինչի չի կործանում, խիչի խափանում, որովհետև ես տվել եմ իշխանություն Արմենին, ես տվել եմ իշխանություն եկեղեցուն, որ նա պետք է կանգնի իմ խոսքի վրա եւ խոսի Աստծո խոսքը։ Գիտես, մենք մինչև չանենք դա, սատանան հաջողություն է ունենալու։ Աստվածաշունչը մենք տեսնում ենք Եփեսացիս 4-րդ գլխում ասում է, տեղ մի տվեք սատանային, տեղիք մի տվեք, առիթ մի տվեք։ Մենք կամ առիթ ենք տալիս, մեր չխոսելով, մեր սխալ բառերով, եւ կանգնում ասում ենք երևի չեղավ, երևի էլի
իմ բախտն է, իմ բախտը իմ հետ է, իմ պապերը սենց են, գեներով եկած է այս խնդիրը եւ այլ, գիտես դու քո խոսքերով, քո կյանքի մարգարեն ես, դու ինչ ցանում ես դա ես հնձում, դու պետք է խոսես Աստծո խոսքերը քո կյանքի մեջ, դու պետք է չխոսես քո հին փորձառությունները, միգուցե դու 100 անգամ արել ես եւ 100-ն էլ չի հաջողվել, բայց այսօր պետք է որոշում կայացնես, 101-րդը ես անելու եմ ոչ թե նենց ոնց որ միշտ արել եմ, այլ անելու եմ Աստծո խոսքին համաձայն, որովհետև երբ որ խոնարհվում ես Աստծո խոսքի տակ, Տերը քեզ բարձրացնում է, Տերը հաղթանակ է տալիս, ոչ մեկ մինչև դա կարմիր ծովը չէր անցել, ոչ մեկ մինչև դա Երիքովի պարիսպները չէր կարողացել հաղթել, ոչ մեկ մինչև դա մեռելներից հարություն չէր առել, ոչ մեկ. Բայց Աստված եկավ եւ ասեց Հայրոս, եթե հավատաս, քեզ ասել եմ, եթե հավատաս կտեսնես, Մարիամ, Մարթա, հավատացեք ու կտեսնեք Աստծո փառքը։ Մի երեխա, որ ուղղակի ծնված օրվանից խնդրի մեջ էր ու նրան հարցնում էին Հիսուսին, ասում էին, ով է պատճառը, ինչի համար այս ամեն այս երեխայի հետ կատարվեր, հայրն է մեղավոր, մայրը, անեծքը ա եղել, թուղթն ու գիրեղը, ինչն է պատճառը, ասում է, մի խորացեք դրա մեջ, թե պատճառը որն է։ Բաներ կան, որ Աստված թույլ է տվել, չեմ ուզում ասեմ, որ նա է բերել, որտև մարդը տեղ է տվել սատանային, մեր բոլորիս կյանքերը ուղղակի, մենք Աստծուց հեռացած ենք եղել, եւ սատանան մուտք է ունեցել մեր կյանքերի մեջ, բայց Աստված կարա ցանկացած իրավիճակում գա եւ փոխի այդ իրավիճակը։ Աստված ուզում այսօր գա եւ փոխի իրավիճակը եւ ասի, որ քո այս իրավիճակը որտեղ որ դու կաս, այս խավարը, այս մեգը, այս մառախուղը, որ քեզ պատել է, նրա համար է, որ ես փառավորվեմ քո կյանքում։ Մի շատ խորացիր ինչի մեջից ես անցել, նայիր խաչին, նայիր նրա զորությանը, որովհետև դա քեզ համար փրկություն է լինելու, ամեն, հալելույա, 2 Կորինթացիս 4 գլուխ այսպես ասում, մենք մեր մեջ մի մեծ գանձ ունենք, այն կավե անոթներում, որպեսզի ցույց տանք, ասա ցույց տալ, գիտես ես իմ գրպանում բաներ ունեմ, երևի, ունեմ, ես կարամ ցույց տամ, կարամ ցույց չտամ, ով գիտի ինչ կա իմ գրպանում, մինչև ես ցույց չտամ, դուք չեք տեսնի ինչ կա իմ գրպանում, հասկանում եք, իմ գրպանում կա այսպիսի մի բան, ասում է գանձը, որը որ կավե անոթների մեջ ունենք, որպեսզի նպատակը սա է, որ նրան ցույց տանք, եթե դու ցույց չես տալիս, այդ գանձը քո մեջ է, այդ գանձը շարունակում է քո մեջ մնալ, բայց դա չի դրսևորվում, դա չի ցուցադրվում, եւ ցույց տալը չի նշանակում գլուխ գովալ, տեսեք ես ունեմ, ցույց տալը նպատակ ունի, գանձը, Սուրբ Հոգին, օծությունը, որը որ մեր մեջ է, ասում է նրա համար է, որպեսզի ցույց տանք, նրա գերազանց զորությունը Աստծուց է, որ ոչ թե մեզանից է, եւ ամեն բաների մեջ, միգուցե մեր կյանքի իրավիճակների մեջ, դու նեղված ես, գրված ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, ով ունի նեղություններ, դժվարություններ ունեք, Աստվածաշունչ ասում է կունենաս դժվարություններ, բայց մի ընկճվի, մի ճնշվի, միգուցե ինչ-որ բանի կարիք ունես, կարոտություն ունես, բայց մի հուսահատվի, միգուցե հալածանք քո դեմ եկել, ինչ-որ տեղով հալածվում ես, բայց լքված մի զգա քեզ, միգուցե մարդիկ թողել են, միգուցե ընկերներդ, եղբայրդ, քույրդ թողել է քեզ, մենակ է թողել, ասում է, բայց կորցված չես, եկեղեցի դու կորցված չես, Աստված քո հետ է, եթե քեզ թողել են, դու մենակ չես, ամեն, դրա համար մենք պետք է հավատքով գնանք, մենք պետք է շարունակենք գնալ, որովհետև այդ կյանքը մեր կյանքն է, հավատքի կյանքը դա հաղթանակի կյանք է, ամեն, հալելույա, Եվ հիմա մենք գնում ենք մեր հիմնական խոսքին, մեր հիմնական այն խոսքին, ինչի վրա կառուցված այսօրվա խոսքը, վերնագիրը ևս նորից, մեկ անգամ կխնդրեմ, որպեսզի տեսնենք, ծխից սևացած, բայց չմոռացած։ Գիտես մեր կյանքերը նման այս
վիճակին։ Ես հիմա կխոսեմ Աստծո խոսքը։ Ես հիմա կբացենք միասին իրար հետ Սաղմոս 119-ը, ու մենք կտեսնենք այստեղ Դավիթի ապրումները, Դավիթի այդ իր անցած ճանապարհը, այդ իր էմոցիաները, իր հուզական աշխարհը, իր այն ամեն ինչը, ինչ որ ինքը մտածում էր, այն ինչով որ ինքը սենց ապրում էր օր ու գիշեր։ Ու մենք կհասկանանք ինչ նկատի ունի Դավիթը այստեղ, երբ որ գրում էր այս Սաղմոս, ասում է հոգիս տենչում է, փափագում է քո փրկությանը, քո խոսքին եմ հույսս դրել, Տեր, աչքերս մաշվում են, սպառվում են քո խոսքին սպասելով, իմ աչքերը մաշվեցին քո խոսքին ցանկանալով, եւ ես մտածում եմ, եւ ես ասում եմ, եւ ես ասում եմ, երբ կսփոփես, երբ կմխիթարես ինձ, որովհետեւ ես դարձա ծխից սևացած, ծխի մեջ կախված տիկի պես, բայց քո հրամանները չեմ մոռանում։ Ես մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է, ես դարձա ծխից սևացած տիկի պես, բայց քո պատվիրանները չմոռացա, չեմ մոռանում, նայում եմ այդ ամենին։ Հետաքրքիր է քեզ, եկեք միասին այս մի քանի խոսքը ուղղակի փորձենք իրար հետ վերլուծել։ Նայենք տեսնենք Դավիթի վիճակը, որովհետև գիտես, առաջի բանը, որ նա ասում է հոգիս փափագում է, տենչում է, իմ անձը, մի հատ նորից սկսում ենք 81 խոսքից, այստեղ ասում է, իմ անձը մաշվեց քո փրկությանը սպասելով։ Մենք, գիտես, սա սովորական ցանկություն չի։ Սա ուղղակի մի ցանկություն չի, Աստված ջան, եթե կտաս, չես տա ոչինչ, այդքան էլ կարևոր չի իմ համար։ Սա ասում է, այնքան եմ սպասել քո փրկությանը իմ կյանքի իրավիճակի մեջ, որ իմ անձը մաշվում է արդեն, իմ ներսը մաշվում է, ես այլևս չեմ դիմանում, մազից է կախված իմ իրավիճակը, ես ներքուստ այնպիսի դժվարություններ, այնպիսի հակառակություններ եմ անցնում, որ ներսից մաշվում եմ։ Մենք տեսնում ենք Քրիստոսին, մեր Տիրոջը, Գեթսեմանյան պարտեզի ժամանակ։ Նա այնքան էր հյուծվել, նա այնքան էր մաշվել, նա այնքան էր սպասում Տիրոջ փրկությանը, որ անգամ եկել էր մի պահ, որ կարծես թե նա պետք է հանձնվեր եւ ասում էր Տեր, թող իմ կամքը չլինի, այլ քո կամքը լինի։ Եվ երբ որ նա այդ խոսքերը խոսեց, երբ որ նա ուղղակի համաձայնեց, նա թույլ տվեց, որ երկինքը պատասխան ուղարկի այդ իրավիճակի մեջ, Աստծո խոսքը ասում է, Տիրոջ հրեշտակը եկավ եւ նրան զորացրեց։ Գիտես, ամեն անգամ մեր կյանքում, երբ որ մենք հանդիպում ենք այս իրավիճակին, մենք դժվարություններ ենք կրում։ Գիտես, անհարմար վիճակ է դա մարդու համար, դա ուղղակի անտանելի վիճակ է։ Եթե մեկի մոտ հիվանդությունն է այդ խնդիրը, դա ցավեր են, դա տանջանքներ են, դա մեկ այլ ուրիշ բան է։ Եթե մեկի մոտ ֆինանսական է, մեկի մոտ միգուցե ընտանեկան խնդիրներ է, մեկի մոտ աշխատանքի, մեկի մոտ մեկ այլ, բայց անտանելի են այդ ամենը, շատ դժվար է այդ ամենը ուղղակի նայել ու ոչինչ չանելը։ Սպասելով սպասեցի ասում եմ քեզ։ Եվ իմ անձը մաշվում է, ներքուստ մաշվում է, դրսից մաշվում է այդ ամեն ինչը, ես կարծես թե սպառվում եմ, եւ երբ որ Աստված երկար է լռում, թվում է թե նա չի պատասխանում, բայց հավատքը մեր կյանքերում սկսում է գործել, հավատքը սկսում է աշխատել հենց այն ժամանակ, երբ որ մարդկային բոլոր հնարավորությունները սպառված են լինում։ Երբ որ մարդկային բոլոր ջանքերը, բոլոր հնարքները դու անում ես, ասում ես դե լավ, սա կանեմ, չի ստացվում, հետո նա կանեմ, եւ վերջապես արդեն ասում ես, ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Ես ինչ կարող էի անել, արեցի։ Ամեն բան արեցի, աղոթքիս մեջ, աղոթքի սենյակում, գործի գնացի, էս արեցի, վճարեցի, 100 անգամ փորձեցի, 7 անգամ ներեցի, էս ինչքան բան արեցի, այն արեցի, բայց էլ չեմ կարող ման, էլ ուժ չունեմ իմ մեջ։ Եվ Տեր ասում է, որ հոգիս մաշվում է, քո փրկությանը սպասելով, անձս մաշվում է, այլևս մարդկային ուժերը սպառվել են։ Ես ուզում եմ ուղղակի պատկերացնես Դավիթի այս հոգեվիճակը։ Երկրորդ բանը, որ ասում է, աչքերս, հա,
նորից տվեք այդ խոսքը, խնդրում եմ։ Աչքերը սպառվում են քո խոսքին սпасելով։ Գիտես, սпасելը երկար դուք կարող եք սпасել, ինչ որ մեկին սпасած կաք դուք կյանքում։ Գիտես, իմ չսիրած բաներից մեկն է ուշանալը։ Ուղղակի շատ ինձ մեծ երկար ուժեղ համբերություն է պետք, որ ես դիմանամ, երբ որ մեկին սպասում եմ ու չի գալիս ու երկարում է դա սպասում ես, ես ինքս ձգտում եմ, եթե հանդիպում ունեմ մի քայլ շուտ գնացած ելնեմ, ես ինքս փորձում եմ չուշանամ ու երբ որ նաև ես եմ սպասում մեկ ուրիշին, չեմ կարողանում այդ վիճակը հեշտությամբ հաղթահարել, որ սպասում եմ, սպասված ժամը եկել է եւ չկա ու դու սպասում ես ու դու չգիտես կգա թե չի գա, երբ կգա, դե լավ 5 րոպե էլ սպասեմ, դե լավ 10 րոպե, դե լավ կես ժամ է։ Մեր կյանքի իրավիճակները այսպիսի բաներով, լաբիրինթներով երբեմն անցնում են, հա։ Դու կարող ես այնքան սպասես, որ այդ սպասելը հոգնեցնող լինի արդեն։ Անգամ կարող է ցավ պատճառի այդ սպասելը, երկար սպասելը, ինչ որ մի բանի, ես չեմ ասում մարդու սպասելու անպայման, միգուցե քո աղոթքի պատասխանին, երկար սպասելը կարա ցավ պատճառի, կարող է արդեն կասկածներ բերի քո կյանքի մեջ, քո մտքի մեջ, բայց իսկականից արժեր է սենց ճանապարհով գնալ, արժեր, որ այս բանը ես որոշեցի, էսի Աստծուց էր, թե Աստծուց չէր, հա, պետք է, որ գնամ այս ճանապարհով թե չէ, բայց Սաղմոս 2-ն ասում է, ոչ թե ես նայում եմ իրավիճակին, այլ իմ աշկերը ուշադիր եղիր, իմ աչքերը մաշվեցին, ինչին նայելով, խոսքին նայելով, ես չեմ նայում իմ կյանքի իրավիճակներին, ես նայում եմ քո խոսքին, դու եթե խոստացել ես, թեկուզ իմ աշկերը մաշվում են, ես շարունակելու եմ նայել քո խոսքին, որովհետև քո խոսքը փրկություն է, քո խոսքին հուսացողը ապաստան է գտնում, ապահովություն է գտնում, ես չեմ նայելու իմ կյանքի իրավիճակին, այլ իմ հույսը գցելու եմ քո խոսքի վրա, ինչպես խարիսխը մարդիկ շպրտում են և ժայռի ինչ-որ մի բանից կարչում է և դրանով սկսում են բարձանալ, այդպես էլ դու, երբ որ ունես խոսք Աստծուց քո կյանքի իրավիճակների մեջ, իսկ Քրիստոսը դա ժայռն է, դա խոսքն է, նետիր ուղղակի քո հավատքի խարիսխը և կարչիր այդ խոսքից ինչքան ամուր կարող ես, ինչքան ուժեղ կարող ես ձեռքերդ, հավատքդ, ուղղակի ամուր բռնիր այդ իրավիճակից, այդ խոսքից և ինչ էլ որ լինի, շարունակիր նայել խոսքին, շարունակիր խոսել այդ խոսքը, որովհետև խոսքը քեզ կբերի ազատություն, խոսքը քեզ կբերի լայնարձակ տեղ, ամեն, և երբ որ այդ խոսքը դու սկսես խոսես, հռչակես, դա կսովորեցնի քեզ հավատքի ճանապարհ անցնել և քո իրավիճակը փոփոխված կլինի, դրանից հետո մենք տեսնում ենք, որ ասում է, որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, գիտեք, հին ժամանակներում չկար էլեկտրաէներգիա, չկար ջեռուցում, չկար ոչ մի հարմարություն և մենք չունեին ապակյա կամ չգիտեմ ինչ-որ այլ նյութից պատրաստված տարաներ, տիկերը կարվում էին փոքրիկ գառնուկների և ուլերի փոստի այդ կաշվի մեջ, մենք այստեղ ունենք մի քանի նկարներ, որ ուզում եմ դուք նայեք մոտավորապես պատկերացում ունենալու համար, ինչպիսին են լինում տիկերը, եթե կարելի է էկրանների վրա տվեք մեզ տիկեր, տեսեք, սա բավականին արդիական մեր ժամանակներում, ոնց որ ավելի սենց ժամանակակից ձևի սարքած տիկ է, եկեք ուրիշ բան նայենք, ահա տեսեք, մենք տեսնում ենք տիկի ձև, որը որ խորհրդանշում է հենց այդպիսի մի բան, որ կարծես ուլ կամ գառնուկ լինի, դե մազերը չկա, թրաշել են այս մի փոստը, կտրտել են մազերը, լավ վարսավիրա ունեցել, բայց սա նրա համար է, որ այսպիսի տիկերի մեջ մենք մի քանի նկարներ ունենք, կարող ենք այսպես հերթով նայել և գիտես այս նկարները, ևս մի տիկի ձև,
կաշվից, փոստից կարված, որ ուղղակի գիտես, նրանք ճանապարհ գնացողների համար կարևոր բան են կրում։ Մենք գիտենք, որ Իսրայելի տարածաշրջանը եւ ընդհանրապես աստվածաշնչյան պատմությունները դրանք կերտվել են եւ անապատային վայրեր այնտեղ շատ են եղել։ Ու երբ որ մենք նայում ենք տիկի մասին խոսում ենք, ջրի մասին խոսում ենք, մենք հասկանում ենք, որ ամեն մեկը պետքա իր տիկը ունենար։ Ինչպես այսօր ամեն մեկը ունի իր հեռախոսը, իր դրամապանակը, հա, որովհետև կան խանութներ, եթե խնդիր կա, կարող ես մտնել քո կերակուրը կամ քո խմելու ջուրը գնել կամ ինչ-որ փառքաստուն մեր երկրի համար ցայտաղբյուրներ կան, կարելի է մոտենալ այնտեղ եւ այդ ժողովրդական լեզվով ասած պուլպուլակ խմել սառնորակ ջուրը հայրենիքի ու հագենալ։ Բայց գիտես, այն ժամանակներում այդ նմանատիպ հնարավորություններ չի եղել։ Ջրհորները շատ հեռու են եղել եւ ջուրը շատ մեծ գին է ունեցել։ Եվ այն առակը, որ ես կարդացի, ասում է, երբ որ այդ ճանապարհի մեջ, այդ փոշու, շոքի եւ ցրտի այդ ազդեցության տակ այդ տիկերը դեֆորմացվում եւ տանջանքի էին ենթարկվում, ընկնում էին գետնին, ընկնում էին տարբեր տեղեր։ Նրան չորացնել էր պետք, որովհետև այդ խոնավությունը նրա մեջից դուրս էր գալիս։ Այդ կեղտը, այդ ամեն ինչը, քանի որ պետքա խմեին, մարդիկ պետքա մաքուր լիներ։ Եվ երբ որ նրանք ախում էին, ես չգիտեմ, միգուցե խարույկների մոտ, նախկիններում տներում թոնիժներ ա եղել, հա, որ չորացրել են, ով է մտե թոնրատուն, ով է պատկերացնում թոնրատան, բավականին մարդ կա այստեղ, որ թոնրատան ոնց որ ներկա է եղել թոնրատանը։ Գիտեք, թոնրատան պատերը մաքուր չեն։ Եվ դա զարմանալու չի։ Թոնրատան պատերը սև են։ Ինչի, որովհետև այդ ծուխը, այդ մուրը ամբողջությամբ նստում է պատերի վրա։ Ու նույն ձև նաև մեզ բաժին հասած այդ տիկերի վրա, որովհետև Դավիթ ասում է, այս կյանքի այս խնդիրները, կյանքի այս մուրը, կյանքի այս փոթորիկները, կյանքի այս ալեկոծությունները, երկրաշարժները, որ թողեցին, որ գնացին, որ հակառակվեցին, որ սա եղավ, նա եղավ, այս պրոբլեմը, այս խնդիրը, այս հիվանդությունը, այս աղոթքի ուշանալը, ես չգիտեմ, մեկ այլ մի իրավիճակ քո կյանքում, որոնք որ կա, այդ բոլորը նման են այդ մրին, նման են այդ մեգին, այդ խնդիրներին, որ ուղղակի քեզ որպես տիկ սկսում են կնճիռներ առաջացնել քո վրա։ Այստեղ մի նկար ունենք, սա է այն կնճռոտ տիկը, խնդրում եմ, այն վերջի նկարներից էր, այդ նկար էի տեսել, շատ այսպես լավ կնճռոտված նկար էր, տիկերից, երևի սա է, այս էկրանի վրա սիրուն է երևում ինքը, հաստատ Դավիթի ասած տիկը սրա մասին չէր, բայց ասում է, դարձել եմ ծխի մեջ կախված, որ սենց տեսել եք, չէ, երևի հեռուստացույցով տեսած կլինեք, մի հատ բառ ասեմ, հիմա ձեզ համար օտար չի լինի, տրեղ, ով է տեսել տրեղ, հայտնաբերել են, ասենք Երևանի թանգարանի այդ սարի վրայից հայտնաբերել են ինչ-որ մի տրեղ, եսին որ դարի տրեղ, ու դու նայում ես, ինքը կաշվից է, բայց ինքը ինքան կրկված է, ինքան այսպես ճմրթված է, որ սենց կարելի է մեռելի գլխին խփել, հարություն սպասել, որ կառնի, այսինքն ինքը ճկունություն չունի այլևս, իր ճկունությունը ամբողջությամբ կորել է, իր այդ էլաստիկ վիճակը չկա այլևս, իր որպես ապրանք, հա, այդ իր տեսքը այլևս վաճառքի ենթակա չի, իրան ուղղակի դեն նետելու բան է, իրան այլևս պահելու բան չի, ու Դավիթը խոսում է իր հուզական վիճակի մասին, ու ասում է, ես այդպիսի տիկի պես եմ դարձել, որովհետև շարունակել եմ սպասել, շարունակել եմ Տեր, քո խոսքին նայել, շարունակել եմ չնայել, թե ով ինձ թողեց, թե ով ինձ հետևից ընկած է, Սավուղը մենք գիտենք ինչպես էր փնտրում Դավիթի մահը, մենք գիտենք ինչպես էին նրա կյանքը ուրիշ թագավորներ փնտրում, որպեսզի հալածեն եւ վնաս տային նրան, բայց Դավիթ ասում է,
ես թեկուզ եւ այդ ծխի մեջ կախված տիկի պես եմ դարձել, բայց չեմ թողնելու, չեմ հուսալքվելու, ես շարունակելու եմ նայել, շարունակելու եմ քեզ հուսալ, որովհետև արտաքին մաշվածությունը, արտաքնապես այդ ճնշումները, այդ հարցակումները, այդ ցուրտն ու շոկը, այդ մուրը, որ իմ կյանքի վրա հարցակվում է, դրանք չեն կարող ինձ քեզանից հեռացնել։ Իմ ներսում դեռ կա ջրհոր, իմ ներսում դեռ կա կենթանության ջրերի ջուր, ես իմ ներսում ունեմ կենթանի գետերի աղբյուր, եւ ես կբացեմ դա եւ նորից կխմեմ, եւ ես բացելու եմ դա եւ նորից ոչ միայն խմեմ, այլ նաեւ խմացնելու եմ շատերին։ Հալելույա, Աստծո խոսքն ասում, որ ինձ հավատացողների փորից կենթանության ջրեր կհոսեն։ Այստեղ կա մարդում ներսում կենթանի ջուր կա։ Հալելույա, գիտես սիրելիս, Հովիվ Արտուրը խոսել է, որ այս տարի զարթոնքի տարի է լինելու։ Այս տարի լինելու է զարթոնքի տարի ոչ միայն մեզ համար, որ մեր քնած իրավիճակներում մենք արթնանանք, այլ նաև լինելու է զարթոնքի տարի, որ մենք գնանք եւ արթնացնենք, գնանք եւ նորից ոտքի հանենք այն եղբայրներին, այն քույրերին, ովքեր որ արդեն անհույս, ուղղակի այդ մաշված, այդ տիկի պես չորացած, մրված, մի կողմի վրա գցված, մոռացված են եւ այլևս չեն էլ մտածում, որ իրենց մասին ինչ-որ մեկը կհիշի կամ ետ կգնա իրանց մոտ։ Աստված ուզում է, որ ես ու դու լինենք այն մարդիկ, որ իրենց ներսից կենթանության ջրեր կհանեն եւ այդ տիկերը նորից կլցնեն, նոր յուղով, նոր գինիով, նոր ջրերով, ամեն։ Հալելույա։ Եվ եւս մի օրինակ եմ ուզում քեզ համար ընթերցել Աստվածաշնչից, իմ ամենասիրած պատմություններից մեկն է, որովհետև Աստված իրան այդ իրավիճակում, այդ պատմության մեջ հայտնում է որպես մեկը, որ միշտ կա։ Ով է ուզում Աստված միշտ լինի իր կյանքում։ Գիտես, մեր Աստծո անունը Էմանուել է, որ թարգմանաբար նշանակում է Աստված մեզ հետ է։ Հիսուս ասեց Սուրբ Հոգուն կուղարկեմ եւ նա ձեզ չի թողնի, չի լքի, միշտ ձեր հետ կլինի։ Ամեն։ Բայց մի պատմություն, որը որ ուզում եմ մենք միասին նայենք, դա Ծննդոց գրքում է գրված 21-րդ գլխում։ Այստեղ այն իրավիճակն է, երբ որ Աբրահամը արդեն Իսահակին ուներ, արդեն Սառան ծննդաբերել էր եւ Իսմայելը ծաղրում էր, Իսմայելը հալածում էր Իսահակին իր փոքր եղբորը եւ Սառան ասում է ուզում եմ որպեսի Հագարը եւ նրա որդին մեր տնից դուրս հանես։ Մենք այլևս չենք նրանց կարիքը չունենք։ Աստված բացել է օրհնությունը եւ տվել է մեզ զավակ։ Այնպես որ այն սխալը, որ մենք գործեցինք միասին, այլևս թող մեր աչքերը չտեսնեն դա։ Եվ գիտես Իսմայելին եւ Հագարին Աբրահամը տալիս է համապատասխան կերակուր, միջոցներ եւ ասում է գնացեք, որովհետեւ իմ տան խաղաղությունը շատ ավելի թանկ է ինձ համար։ Եվ մենք տեսնում ենք, որ նրանք գնում էին, չի ասվում քանի օր, կամ միգուցե ասվում է, ես չեմ տեսել, եւ 15-րդ խոսքից Ծննդոց 21-րդ գլխի ասում է, երբ տիկի ջուրը սպառվեց։ Գիտես, քո դրամապանակը երբեմն սպառվում է։ Քո հեռախոսի մարտկոցը երբեմն սպառվում է։ Նստում է։ Եվ եթե դու չմիացնես համապատասխան սարքավորման եւ հոսանքի աղբյուրի, որպեսզի նորից վերալիցքավորես, դա այդպես էլ կմնա։ Ինքը ունի արժեք, բայց ինքը չի կիրառվում, չի օգտագործվում, որովհետեւ չկա նրա մեջ զորություն չկա այլևս։ Գիտես, երբեմն մեր կյանքերում, երբ որ մենք հանդիպում ենք մեր կյանքի դժվարություններին, այդ ծխի մեջ կախված տիկի պես սպառված, այլևս ջուր չկա եւ ամբողջությամբ այսպես կրկված ճմրթված վիճակա մեր կյանքը թորոմած միգուցե այդպիսի մի վիճակի մեջ են եւ այստեղ տեսնում ենք որ Իսմայելը եւ Հագարը երբ որ գնացին նրանք նույնպես այդպիսի մի իրավիճակի մեջ հայտնվեցին ասում է տիկի մեջի ջուրը սպառվեց եւ դրա համար Հագարը տղային թողեց մացառներից մեկի տակ եւ գնաց նստեց նրա դիմաց
մի նետ ընկեց հեռավորության վրա։ Ասենք նետը եթե դու բաց ես թողնում, ես չգիտեմ, նայած ինչպիսի նետահար ես, դա 50 մետր է, 100 է, 200 է, քանի մետր ուզում է լինի։ Այնպիսի, որ դու տեսնում ես, քո աչքերը տեսնում են այդ հեռավորությունը։ Դու տեսնում ես երեխային, Հագարը թողեց Իսմայելին այդ վիճակի մեջ, թուլացած, այսպես հյուծված, ուժասպառ եղած։ Գիտեք, այդ ժամանակ Իսմայելը փոքրիկ 3-4 տարեկան երեխա չէր։ Նա 13 տարեկան էր արդեն մոտավորապես, երբ որ Իսահակը ծնվեց։ Այսինքն պատանի երիտասարդ, պատանի տղա էր Իսմայելը այդ ժամանակ։ Բայց այդ պատանի, արևի, այդ ճանապարհի, սովի, այդ տանջանքների տակ այնքան էր հյուծվել, որ այլևս չէր կարողանում քայլել։ Ու գիտես մոր համար ինչքան դժվար է թողնել իր երեխային։ Ընդհանրապես ծնողին, որ ոչինչ չես կարող անել, ոչ խանութ կա, ոչ ելք կա, ոչ հնար կա, ոչ մի բան չկա, ու դու ուղղակի գիտես, որ ուղղակի ժամանակի հարց է, որ ոչ միայն երեխան, այլ դու էլ նրա հետ ուղղակի մահանում եք, որովհետև չկա փրկության ոչ մի բան, մաշված տիկի պես, ծխի մեջ կախված տիկի պես են, միգուցե քո կյանքի իրավիճակներն են այդպիսի, ես չգիտեմ, բայց մենք այսօր աղոթելու ենք, մենք այսօր խոսելու ենք Աստծո յուղը, Աստծո թարմ յուղը քո կյանքի վրա, որպեսզի գա եւ զորացնի քեզ, որպեսզի դու ունենաս օծություն եւ զորություն այս տարին հաղթական տարի լինելու, ունենալու համար եւ հրաշքների տարի լինելու համար։ Եվ մենք տեսնում ենք նա թողեց երեխային մացառներից մեկի տակ ու գնաց նստեց հեռավորության վրա, քանի որ ասում էր, թող որ տղայի մեռնելը չտեսնեմ։ Եվ դեմ դիմաց նստած էր, իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։ Ինչպես ամեն մի նորմալ ծնող։ Նա իր ձայնը բարձրացրեց, իր աղաղակը բարձրացրեց ու սկսեց լացել։ Եվ ես զարմացած եմ, բայց ուզում եմ քեզ ցույց տամ մի հետաքրքիր բան։ Մենք այստեղ տեսնում ենք Հագարի լացը եւ հաջորդ խոսքը միանգամից Աստվածաշունչ ասում է. Աստված լսեց տղայի ձայնը։ Մայրը աղոթում էր, բայց Աստված լսեց, աղաղակում էր, լացում էր, ողբում էր անում, արդեն իր տղայի մահն էր սգում, բայց Աստված լսեց տղայի ձայնը։ Եվ Աստծո հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասեց նրան. Հագար, ինչ է պատահել քեզ։ Մի վախեցիր, որովհետև Աստված լսել է տղայի ձայնը, որտեղ որ նա կա։ Եվ վեր կաց, վերցրու տղային, բռնիր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան, եւ Աստված 19-րդ խոսքը ասում է, եւ Աստված բացեց, ասա բացեց Հագարի աչքերը, եւ նա մի ջրհոր տեսավ։ Գիտես, շատ անգամ Հագարի պես մենք գալիս ենք մի իրավիճակի մեջ մեր կյանքում, որ չենք տեսնում այն ջրհորը, որ մեր կողքն արդեն։ Մենք եկե հասել ենք ջրհորին, բայց չենք տեսնում այդ ջրհորը, որովհետև մենք կենտրոնացած ենք մեր կյանքի դժվարության, պրոբլեմի, հիվանդության, ֆինանսների բացակայության կամ խնդրի մեծ լինելու մաս վրա։ Մենք կենտրոնացած ենք ավելի շատ գողիաթների վրա, քան թե Աստծո խոսքի վրա, եւ դրա համար մենք չենք տեսնում այդ ջրհորները, որ Աստված մեր շուրջը ունի, այդ պատասխանները, որոնք որ կան մեր կյանքում։ Հալելույա։ Եվ այստեղ ասում է, բացեց Հագարի աչքերը եւ նա մի ջրհոր տեսավ եւ գնաց ու նորից տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային եւ Աստված տղայի հետ էր ու նա մեծացավ եւ դարձավ զորավոր մի աղեղնավոր մեկը։ Գիտես սիրելիս, այս եկեղեցին շատ նման է փոքրիկ երեխայի։ Այս եկեղեցին այնքան նման է այդ փոքրիկ երեխայի, տարի ու կես հասակում,
Եվ այնքան բաներով անցնում, այնքան բաներ ա տեսել, եւ դեռ ավելի շատ բաներ տեսնելու է ու Աստծո փառքը տարածելու է։ Միգուցե մտքեր են գալիս, միգուցե մարդիկ կան, որ մտածում են, դե հերվից նայենք, տեսնենք, ոնց է երեխան մահանում մացառների տակ։ Ասեմ քեզ մի բան, եթե եկեղեցին ճանաչում է իր Տիրոջը, եթե եկեղեցին գիտի ում է հավատացել, նրա համար միշտ կլինի ջուր, նրա համար միշտ կլինի ջրորներ, նրա համար միշտ կլինի պատասխան, նրա համար միշտ կլինի զորություն եւ նա կմեծանա եւ կզորանա, որովհետեւ Աստված նրա հետ է։ Եվ ինչի եմ ես այս պատմությունը շատ սիրում, որովհետև մենք գիտենք Աստվածաշունչը խոսում է Աստծո անունների մասին, խոսում է բազում անունների մասին, որ Աստված Ադոնայն է, Էլ Շադայն է, Էլոհիմն է, Ռոխե, Ռաֆա, հա, մենք գիտենք Աստծո անունները Սաբաոֆթ, մենք գիտենք Աստծո անունները ինչպիսին է նա իր ժողովրդի մեջ, այս պատմության մեջ Իսմայելի Հագարի կյանքում Աստված իրան հայտնեց մի նոր անունով։ Եվ երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ այստեղ Աստված իրեն հայտնում է, որ ես եմ Եհովա Շամահը։ Ես եմ, որ կամ, ես եմ, որ ներկա եմ, իմ ներկայությունը քեզ չի թողի։ Եկեղեցի Աստված քեզ երբեք չի թողի։ Դու ուղղակի պետք է նայես, շարունակես նայել Տիրոջ խոսքին, շարունակես գնալ այն տեսիլքի հետևից, որ Տերը խոսել է քեզ, ու դու կտեսնես Աստծո զորավոր գործերը, դու կտեսնես ուղղակի փոխված քո միջավայրը, մենք կտեսնենք արթնություն մեր երկրի մեջ, մենք կտեսնենք արթնություն Երևանու համայնքում, մենք կտեսնենք այդ զարթոնքը Նուբարաշենում, Սարիթաղում, Մարաշում, Երևանու ամբողջ զանգվածում, այստեղ այս տարածաշրջանում մենք տեսնելու ենք դա։ Գիտես ինչի, որովհետև Եհովա Շամահը, Աստված մեր հետ է, նա միշտ ներկա է, եւ մենք շարունակելու ենք նայել նրան, շարունակելու ենք գնալ նրա գործը անելու, եւ ոչինչ եւ ոչ մեկ չի կարողանալու մեզ կանգնացնի։ Ամեն։ Հալելույա, եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա Տեր։ Ես չգիտեմ, այս խոսքերը ում ինչ տվեցին, բայց ես գիտեմ մի բան, քո կյանքի գողյատները սպասում են, քո կյանքի երիքովները սպասում են, քո կյանքի անջուր անապատ տեղերը սպասում են, քո կյանքի դժվարությունները, ֆինանսների պակասը սպասում է, թե դու երբ կվերկենաս, թե դու երբ կվերցնես Աստծո խոսքը, ինչպես Դավիթ արեց, գնաց եւ այդ չորացած գետի մեջից հավաքեց իր համար վերցրեց 5 գայլախազ քարերը, դրեց պարսատիկի մեջ եւ մի բան ասեց մինչեւ ուղարկել այդ քարը իր նպատակին, ասեց դու իմ դեմ դուրս ես գալիս, քո անունով, քո այդ ուժով, քո զորությամբ, քո այդ կուրքերի անունով, բայց ես քո դեմ դուրս եմ գալու իմ զորած Տիրոջ անունով, Աստված իմ հետ է եւ ինձ ուժ տվել եւ ինձ հաղթանակ է պարգևել եւ պատտեց այդ պարսատիկը եւ այդ քարը մխրճեց ուղակի գողյաթի գլխի մեջ։ Գիտես եկեղեցի, Աստված սպասում է։ Դուք ասես ինչի այս ամենը, ինչի այս ամենը այսպես իմ կյանքում։ Միգուցե նրա համար է, որ դու տեսնես ինչ Աստված կարա անի քո կյանքում, ինչ կարա անի, ինչպես կարա քեզ բարձրացնի այդ իրավիճակից, որ հայտնվել ես դրսում, բայց այսօր ունես տուն, որ հայտնվել ես դժվարության առաջ, մահվան անկողնու մեջ էիր, բայց այսօր կանգնած Տիրոջն ես երկրպագում։ Միգուցե դու կանգնած եւ մտածում ես որտեղից կգա քո փրկությունը։ Իմացի մի բան, միշտ քո փրկությունը Տիրոջից է։ Նա կարա ուղարկի մարդիկ, նա կարա ուղարկի իրավիճակներ, նա կարա ուղարկի միջոցներ, բայց փառքը միայն ու միայն նրան պետք է տաս։ Ոչ մի մարդու վրա հույս չդնես, որովհետև նա է արժանի ընդունելու փառքը, պատիվը, մեծարանքը։ Հալելույա, բլեսոն դարալաբասեա։ Եկեք աղոթենք միասին եկեղեցի, բարձրացրու քո աղոթքը, բարձրացրու քո աղաղակը, տուր նրան փառք ու պատիվ, որովհետև նա քեզ փրկել է, նա քեզ բերել է այստեղ, մինչև այստեղ օգնել է քեզ եւ պատրաստում է քեզ առաջ տանի ավելի մեծ հաղթանակների մեջ։ Հալելույա, մեծարում ենք,
մեծարում ենք, բարձրյալ արքա, գառն Աստծո, փառավորվիր մեր կյանքերում այս եկեղեցու միջոցով։